Սիրելի հետևորդներս, ես եղինջով հաց եմ պատրաստում, եղինջները մեծացել են, մեծ են, բայց ասեմ, որ փոքրով ավելի շատ համեղ է լինում, փոքր եղինջի համը, նոր դուրս եկած եղինջի համը ուրիշ է, լավ լվացել եմ և փռել եմ սրբիչի վրա, թող ջր քամվի, եղինջը շատ արագ ջուր է կլանում իր մեջ, մեզ էլ հարկավոր չի, որ ջուր լինի շատ մեջը, որովհետև խմորի մեջ եմ դնում ժենգյալով հաց, սա էլ եղինջով հացն է, միայն եղինջ և այստեղ արդեն սոխը կտրատել եմ, սոխառած եմ անում, ալյուրը լցրել եմ, որ գնդեր կանեմ, ես էլ խմորը մի անգամ հունցել եմ, խմորը նորից հասունացել է, լավ խմոր է հավեսին։ Տեսեք ինչ լավ խմոր է եղել, սիրելիներս, չի կպնում, բուսայուղը դրա համար է, որ չկպնի ամանին։ Լիլիթ, մի հատ են ռոզվի բաները տուր, որ խմորը կտրեմ, դարակն է։ Փոքր գնդիկներ, որ լավաշ անեմ, շատ մեծ պետք չի։ Հովեսին խմոր է եղել, փափուկ, շատ ասվես 18 գունդ, 18 գունդ, սիրելի հետևորդներս, սոխառած արդեն, ձեթով եմ անում, ու այստեղ ես արագ հիմա գնդեմ ու շարեմ, գնդերը, փոքր գնդիկներ, Ինչ լավ խմոր է։ Եթե միջուկը որին էլ չի հերիքի, ես բան կանեմ, լավաշ կանեմ, թավայի լավաշ։ Կարելի է մեկ գունդը բաժանել իրար վրա, սրանք օրինակ փոքր են։ Մեկ էլ մնաց սարից եղինջ բերեմ, սարերում երբ գնում ենք բանջարին, դեպ փոքր է լինում եղինջը։ Այսպես իրար չկպնեն։ Սոխառածը կամաց թող լինի և ես եղինջը կտրատեմ։ Կտրեմ լցնեմ ես ամանի մեջ։ Իսկականը էտա տախտակը, ոյ, եղինջներն էլ մեծ են, ծակում են, պետք է մանր կտրատեմ։ Ձեռնոց չեմ օգտագործում, ձեռնոց չեմ դնում, ես ինչ չեն էլ ծակի։ Ես գարնանը, որ նենց քաղեցի, արդեն չէ, էլի լավ հոտը եկավ եղինջի։ Հոտը լավ եկավ։ Այս ամբողջը պետք է լավ կտրատեմ, սիրելիներս։ Ավելի արագ է կտրատվում, ինչ ես դու էլ իրար գալի տախտակ, մի երկու հատ է սենց անենք։
Սիրելի հետևորդները, շատ քիչ աղ եմ անում, շատ քիչ, որտև եղինջը աղը շատ չի սիրում։ Կարմիր պղպեղ ու ես կարմիր պղպեղ եմ լցնում նաև սոխառածին։ Սոխառածն էլ է պատրաստ և ես տաք վիճակում լցնում եմ եղինջի վրա։ Այդ այսպես էլ սրբենք թավան։ Խառնեցի, եղինջը պակասեց։ Տոմատ էլ եմ ավելացնում։ Պարտադիր է տոմատը։ 2 գդալ լցրեցի, մի հատ խառնեմ տեսնեմ ինչ համի է, ոնց է, նորից կավելացնեմ, եթե հարկ լինի։ Սիրելի հետևորդներս, ես եղինջով հացը թխեցի, ալյուրի հետ գործ ունեմ, պարզա որ ալյուր կլինի, այստեղ էլ ես այս վերջի մի քանի հատը, վերջի 3 հատը պակասեց եղինջը, պանիր եմ քերել այսպես ու պանիրով կանեմ 3 հատը, խաչապուրու պես կլինի։ Չուզեցի դատարկ լավաշներ պատրաստել, այսպես պանիրը քերիչով անցկացրել ենք ու նորից նույն ձևով կպցնում եմ եզրերը ու այստեղ ավանդական թավայի մեջ, ավանդական չուգունե թավայի մեջ։ Տեսեք ինչ լավ են եղել եղինջով հացերը, ընտիրություն է եղել, պատրաստման ընթացքը դե ցույց չտվեցի, արդեն պարզա գնդում սարքում ես գրտնակում ու սարքում ես։ Դեպ ասեմ, որ պանիրով հացն էլ էլի շատ համով է, ոնց որ այսպես թխած խաչապուրի լինի։ Իմ դուրս շատ եկավ։ Սիրելի հետևորդներս, եղինջով հացը թխեցի ու հիմա էլ նստել եմ են բերածս սիբեխն եմ մաքրում, ուզում եմ դնեմ սառցախցիկ ու մեջերից էլ ես ծնեպեկն եմ առանձնացնում։ Ահա, այսքանը մնաց, որ մաքրեմ, լավ մաքրում եմ հատ առ հատ, նորից այս պոչերը կտրում եմ, որ խաշելուց սև չմնա, սա ուզում եմ դնեմ սառցախցիկ, եթե այսօր չխաշեմ, ապա վաղը գնամ գործի գամ, կխաշեմ ու կդնեմ սառցախցիկ։ Լավ սիբեխներ են, հավեսին, մի քանի օրից կարող է արդեն նույնիսկ հենց այդ հատվածի սիբեխը դախանա, չնայած ցուրտ տեղերում էլի կլինի, այստեղ կարող է մի քիչ կոպտանալ, բայց շատ համով սիբեխ ասա, ասեմ իմացեք, նայեք ինչ լավն են, ավեսին սիրուն պոչերի մասը, կտրում եմ նույնիսկ այսպես տերևները առանձնացնում եմ, ձեռքի հետ բերեմ, դնեմ սառցախցիկ, ուտում ենք, չգիտեմ, 2 հոգու խոստացել եմ, մի իմ հետևորդներից մի քանիսին խոստացել եմ, այսպես մանրակրկիտ, մաքուր աշխատանք, հատ առ հատ բացում եմ, մաքուր սիրում, ցողունների մասը նորից կտրում եմ, որովհետև այս խաշելուց սև կմնա, եթե չկտրեմ, կողքի ավելորդ տերևները հեռացնում եմ, այն որ դեղին է, փոքր է, դրանք հեռացնում եմ, տեղին մաքրեցի, սիրելի հետևորդներս, մաքուր, սիրուն, հավեսին, սա մնացորդները, սա էլ սա, սիբեխը, հիմա հերթը հասավ լվանալուն։
Լավ, պետք է լվանանք մի քանի ջուր։ Սիրելի հետևորդներս, մի քանի անգամ լավ լվացել եմ և սա վերջի անգամն է, նորից այսպես եմ վերցնում, պահում եմ հոսող ջրի տակ ու դնում այստեղ։ Այս եղանակով մի երկու անգամ արդեն արել եմ, մաքուր լինի էլի, ու որոշեցի հիմա խաշեմ, ջուրը եռում է, լվացի և տեղափոխվենք այս բաժին, տեսեք ինչ հավեսին, մաքուր, մի հատ ավելորդություն, մի բան չկա, իմ դուրը շատ եկավ իմ արած գործը, ջուրն էլ արդեն եռում է։ Հիմա ես ցուցադրում եմ, թե ինչպես խաշել սիբեխը, առհասարակ ցանկացած բանջար, որ ինքը կանաչ իր տեսքը պահպանի ու համն էլ պահպանի։ Ես միշտ որ մանդակը էփում եմ սիբեխը, ինձ շատ են գրում, թե ոնց ես արել, որ գույնը պահպանում է։ Հետևյալ տարբերակով եմ խաշում։ Ուշադիր եղեք, հետևեք ինձ։ Սիրելի հետևորդներս, ես որոշեցի, որ գործը վաղվան չեն թողնում։ Միշտ այդ ասացվածքով եմ ուղղորդվում, գործը վաղվան չեն թողնում, որովհետև վաղը նոր գործեր են առաջանալու։ Ուրեմն սիրելի հետևորդներս, ջուրը եռում է, աղ չեմ լցնում։ Եթե ես բանջարը դնում եմ սառցախցիկ, ապա այդ ջրի մեջ աղ չեմ լցնում։ Երկու անգամ, Լիլիթ ինչ ես, երկու անգամ կխաշեմ, ահա, և այսօր ես կօգտագործեմ իմ հետևորդուհու նվեր տված խառնիչը, այսպես կբռնեմ, շուռ ու մուռ կտամ, ահա, այն դեպ ասեմ, որ շատ հարմար է, շնորհակալություն։ Տեսեք սիրելի հետևորդներս, այսպես սեղմում ենք ջրի մեջ, ինքը ամբողջովին թուլացավ ու պարտադիր շուռ ենք տալիս, չենք սպասում այնքան ինքը տակից եփվի, որ ամբողջ ջուրը բարձրանա, ամբողջ բանջարը ծածկի, ոչ, այսպես շուռ ենք տալիս, ահա, ու սեղմում, երբ տեսնում ենք, որ լավ խառնեցինք բանջարը, ահա, մի հատ մոտիկից ցույց տամ, այսպես ծածկվեց ջրով, սիբեխը սառներ և ջրի եռալու պրոցեսը դադարեց, հենց սկսի եռալ, մի հատ կխառնեմ ու կհանեմ, այս համեղությունները վերցնենք այստեղից, ինչ չխանգարի և այստեղ սա դնենք, ցանցը, սկսեց եռալ, տեսնում եք չեմ թողում էլ եռա, ես հանում եմ ու քամ վերցնեմ, կասեմ ինչու եմ այսպես անում, մի հատ սահանը, մյուսը լցնելուց պարտադիր կասեմ, ինչի համար եմ այսպես անում։ Սրանով էլ վերցնենք, այս փոքր տերևները, որ չմնա։ Այ դու ինչի մնացիր։ Ահա, կանաչ գույն։ Ինքը սառցախցիկում էլ, սիրելի հետևորդներս, այսպես կանաչ է մնալու։
հանեք էփեք էլ այսպես կանաչ է մնալու։ Լցնում եք այսպես կարող եք անմիջապես շոռը մուռ տալ։ Ասեմ ինչու եմ քիչ խաշում, որովհետև երբ մենք սառցախցիկ ենք դնում, հետո հանում ենք, որ օգտագործենք, իրան պետք է լավ եռացնենք, չէ՞։ Եթե մենք այս պահին շատ էփենք, եռացնենք, սիբեխը փափկելու է, լղկվի։ Իսկ եթե քիչ եմ խաշում այս տարբերակով, սառցախցիկից հանում եմ, ինքը որ եռում է, չի լղկվում, այս գույնը պահպանում է։ Քիչ խաշելու առավելություններից մեկն էլ դա ոնց որ նոր դաշտից քաղես, բերես, էփես, գույնը պահպանում է, տեսեք, ահա։ Սա թող եռա։ Եվ ես այստեղ վերցնում եմ սկուտեղ և այս քամած բանջարը լցնում եմ այստեղ։ Ահա լցրեցի այստեղ, սիրելի հետևորդներս, ահա։ Այն մեկը դեռ չի եռում և այս ընթացքում եմ ես մի քիչ աղ եմ լցնում այսպես։ Երբ որ հանում ու այսպես լցնում ես աղը, ինքը չի թողում, որ գույնը սևանա, հետո սառցախցիկից հանելուց էլ, երբ որ պատրաստենք, լղկվի, ահա։ Այսպես խառնում ենք, սիրելիներս, և վերջ։ Այս տարբերակով փորձեք։ Անջատեմ ես, ահա։ Ես մի երկու տերևն է հանը, սրանց համարել եմ, չէ, կզվե, դզվե, մեր լեզվով ասած, մեջք եմ ցավացրել, քաղել եմ, ահա։ Ահա։ Սա այսպես տանեմ այն կողմի վրա և ես մի բանջարն էլ լցնենք, այսինքն ուզում եմ սա լցնեմ նորվա հանածը, իսկ սա արդեն նորից հետ կլցնեմ այստեղ, պետք է ինքը ողջ գիշեր մնա, քամվի։ Ահա, սա աղարածն էր, թող մնա, իսկ սա էլ այսպես տարածում եմ, բացում եմ, տաք վիճակում, տեսեք, ձեռքս չորացրեցի ու աղը լցնեմ։ Խառնում ենք։ Ահա։ Շատ չենք լցնում, որ հետո խաշելուց էլ, որ հետո սառցախցիկից հանենք, խաշենք, հետո էլ ավելացնենք, մի թեթև եմ լցնում։ Եկես ցույց եմ տալիս, սիրելի հետևորդներս, տեսեք ինչ լավ կանաչ գույն է, կհիշեք այս գույնը և ձմռանը, երբ որ հանեմ պատրաստեմ, միասին կտեսնենք, որ այս գեղեցիկ կանաչ գույնը ինքը պահպանել է, այս գույնի էլ ինքը մնալու է։ Դուք էլ այս տարբերակով անպայման խաշեք, փորձեք, եթե ունեք ձեր տարբերակը, պատրաստեք, բայց իմ տարբերակով էլ մի հատ պատրաստեք ու համեմատեք, կտեսնեք, որ այս տարբերակով ավելի կանաչ, թարմ,
համեղ, ինչու՞ չէ նաև համը պահպանվող տարբերակ է, իմ տարբերակը փորձեք։ Պետք է լավ սառի, տաք վիճակում, գոլ վիճակում չդնեք սառցախցիկ, սա լավ պետք է սառի, նոր լցնենք գեղեցիկ տոպրակները, ես լցնում եմ մեկ անգամյա օգտագործման տոպրակների մեջ ու դնում սառցախցիկ։ Երևի թե այսօր իմ գործերը վերջացան, ինձ այդպես է թվում։ Ահա, տեսեք, ինչ հավեսին է, իրար չեն կպնում, լղկված չի։ Մի բան եմ ուզում ասել, սիրելի հետևորդներս, եթե ուտում եք բանջարը, պետք է խրխրթա, չլղկեք խաշելուց։ Դիտման բարեցի, որ դուք ահա սա էլ այսպես լցնեմ, թող։ Դե ինձ սիրելի հետևորդներս, բարի գիշեր եմ ասում բոլորիդ, լավ եղեք, առողջ եղեք, միշտ վերցրեք օգտակարը եւ բաժանորդագրվեք իմ ալիքին։ Սիրելի հետևորդներս, անցել է ահագին ժամանակ, երեկոյան դրել եմ, երեկոյան դրեցի, որ քամվի ու առավոտ շուտ է, տեսեք ինքը իր գույնը ընդհանրապես չի փոխել, չի սևացել, ոնց կա կանաչ, այդպես էլ մնացել է։ Տարբերակով սիրելի հետևորդներս, սիբեղը այսպես է պահպանվում, սառցախցիկից հետո էլ երբ հանում եք, ինքը այս գույնն է, ոնց որ նոր քաղես ու բերես տապակես։ Սիրելիներս, վերցնում եմ մեկ անգամյա օգտագործման տոպրակը ու բանջարը լավ դասավորում։ Անկյուններով տոպրակի, որ հավասար գեղեցիկ ստացվի։ Ինչու անկյուններով, որ սառցախցիկում ինքը գեղեցիկ տենց մնա, հավասար լինի, համել սառցախցիկում շատ բաներ եմ դնում, որ պարունակությունը մեծ լինի սառցախցիկի։ Սիրելի հետևորդներս, ես այս ամանը երկու այսպես փոքրիկ տոպրակ կդնեմ, որովհետև գիտեք ինչու եմ քիչ լցնում, որովհետև եթե քիչ ենք, քիչ եմ դնում, որ հանես, այդպես ուտես այդ բային, եթե շատ լինեն, հյուրեր լինեն, երկու տոպրակն էլ կարելի է հանել, բայց ես, ահա, ձգտում եմ այսպես էլ սեղմում եմ, լրիվ ինքը իր օդը դուրս է գալի, ակուրատնի գեղեցիկ դնում եմ, տեսեք այսպես սիրուն ստացվեց սիբեղը։ Այսքանը դժվար ոչինչ չկա, սիրելի հետևորդներս, հետևեք իմ էջին, բաժանորդագրվեք, որպեսզի դիտեք էլ ավելի հետաքրքիր պատրաստումներ, պատրաստման ձևեր եւ ինձ հետ միասին վայելեք մեր բնության հրաշքները եւ շրջագայեք ինձ հետ։ Այսքանը սիրելիներս, սա էլ դնեմ ու ես արդեն գնամ աշխատանքի։